Տիկին Ավանեսյան շարունակվում է Սուրեն Նազիմյանի և ձեր միջև հեռակա մենամարտը։ Նազիմյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ փորձում էին պարտադրել, որ ստորագրեն 87 միլիոն դրամի խախտման ակտի տակ։ Եվ նա հայտարարել է, որ ապացույցներ չկար։ Ոչ մի բան, կարծեմ մենք մեր կայքում մանրամասն հանգամանալից պատասխանել ենք։ Երգում եք, որ այդպիսի բաներ։ Ես կրկնեմ, մեր կայքում մանրամասն պարզաբանումը տրված է։ Որպեսզի հարցազրույց անեք, ոչ թե որ դուք գոռում եք կայքի։ Դուք երգում եք, որ նման բան է եղել։ Ես էլ ձեզ պատասխանում եմ, մանրամասն պատասխանը կայքում տեղադրված է։ Եվ նաև ես առաջարկել էի, որ հարցում անեք, որպեսզի ձեզ համար որևէ մութ տեղ չմնա։ Հարցում չստացանք, բայց այնուամենայնիվ կայքում տեղադրել ենք։ Հիանալի է։ Դուք որպես առողջապահության նախարար, եթե իսկապես Սուրեն Նազիմյանը 87 միլիոն դրամի խախտում է արել, այս մի քանի տարիների ընթացքում ինչու՞ չեք կալանավորել Սուրեն Նազիմյանը։ Հարգելիս, ես պատասխանել եմ հարցին, այլևս ավելացնելու ոչինչ չունեմ։ Պատասխանել եմ։ Եվ առանց հարցմանել մանրամասն պատասխանել եմ, այլևս այդ շահարկումներին, ստահոդ պնդումներին ավելացնելու որևէ միտք, ցանկություն չունեմ։ Նորից կրկնել նույն պատասխանը ինձ թվում է չարժե։ Ինչով եք պայմանավորում ձեր եւ տվյալ անձի միջև առկա լարվածությունը, աշխատանքային է, միջանձնային է, ինչով պայմանավորում։ Ես որևէ մեկի նկատմամբ չունեմ լարվածություն, այդ թվում նաև պարոն Նազիմյանի, թե ինքը ինչ ունի լարվածություն, թե ոչ լարվածություն, տեղյակ չեմ։ Այս ընթացքում հաճախակի այս տարիների տարբեր անձանց հետ այդ լարվածությունը եղավ, հա, ձեր տեղակալների, Ծաղիկ Վարդանյանի, էլի մարդկանցի կառավարությունների, որոնք որ Արտակ Մանուկյանի, այսինքն ինչ-որ տնօրեններից ազատեցիք, հետո նրանք դիմեցին դատարաններին, հաղթեցին, վիճարկեցին ձեր ազատումը, վերականգնվեցին, հետո ինչ-որ ինչ-որ հանգամանքներ դելերը վելի այնպիսի պայմաններ ստեղծեցին, այդ մարդը ստիպած եղան աշխատել վճարել պետությունը դրա դիմաց։ Ես կարծում եմ ձեր նկարագրածը ճիշտ ցուցիչ է, որ մեր համակարգում իսկապես բարեփոխումներ են լինում, իսկ բարեփոխումների շրջանակներում չեն կարող չլինել փոփոխություններ եւ չի կարող լինել, որ այն մարդիկ, ովքեր որ այդ համակարգի մաս էին կազմում եւ մեր պատկերացումով չեն բավարարում մեր դրած չափանիշներին եւ չեն օգնում մեր բարեփոխումների իրականացմանը, այո, փոխվել են եւ իհարկե իրենք դրանից գոհ չեն, երջանիկ չեն, դա լրիվ նորմալ հասկանում եմ։ Տեսեք, եթե ներողություն եմ խնդրում, առողջապահական ոլորտի ուրեմն բարեփոխումները եւ համակարգային փոփոխությունները, այդ թվում նաեւ կադրային համակարգային փոփոխությունները մշտապես իմ օրակարգում է, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու են։ Ես ասեմ, որ առաջիկայում էլ եւ վստահ եմ ունենալու ենք թե ազատումներ, թե փոփոխություններ եւ ընդհանուր առմամբ մեր չափորոշիչներն ու նշաձողը, քանի գնա բարձրանալու է մեր կադրերի նկատմամբ։ Նարեկ Զայնալյանի գրիգոր լուսավորիչի տնօրեն նշանակվել են այդ բարեփոխումների շրջանակում տեղավորվում, որովհետև հերթական մանդատից կամ այլ պաշտոնից ազատվածը մեկ այլ կիսամասնավոր կամ չգիտեմ, ոչ ուղիղ կառավարության ստորաբաժանում պաշտոնի նշանակվեց, որոնք բարձր աշխատավարձ ու նաև մամուլը քանից գրեց, որ դուք այնտեղ ուզեցել եք ձեր մարդկանց տեղավորել աշխատակազմում ղեկավար կամ այլ պաշտոններին չի ստացվել, միապշկա մասն են խոսում, որ արդեն գնումների հավաքության պետներ ու դիմադրել են ցանկացել ինչ է կատարվել։ Դե կուզեմ կողմնորոշվեք, հիմա ես իմ մարդկանց նշանակում եմ, թե չեմ նշանակում, խնդիրը ինչու՞մն է, չէ, 2 վայրկյան առաջ ասում եք վայ, ստացվում է ձեր ուզած մարդկանց եք նշանակում։ Հիմա նորից ես կրկնեմ, որ ինձ համար կադրային քաղաքականությունը, ինչպես եղել է համակարգը փոխելու կարևոր գործոններից մեկը, այնպես էլ շարունակելու է մնալ, ես եթե կարելի է ավարտեմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ գիտեք,
տնօրեն լինելու եւ կառուցվածքային առումով նաեւ տնօրենի գործառույթները բաժանելու մասով չենք սահմանափակում միայն անձանց փոփոխություններով եւ առաջիկայում նաեւ ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որով որ տնօրենների նկատմամբ բժշկական կրթության պարտադիր լինելու հարցն է վերանայվում եւ մեր խորին համոզմամբ եւ նաեւ միջազգային փորձն ու այլ երկրների արդեն հաջողության պատմությունները ցույց են տալի, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը, օպերացիոն հատվածը, ոչ վիրահատական, այլ process-ների կառավարման հատվածը եւ զուտ մասնագիտական բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվի եւ ըստ էության դրանով մենք համակարգային փոփոխություն կմտցնենք ընդհանուր կառավարման մեջ, առաջիկայում նաև այդ կիրականացնենք։ Դե այն մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ։ Ինձ թվում է պետք է թույլ տանք, որ աշխատի։ Ընդհանրապես ես որպես հիմնադիր ես եմ նշանակում բժշկական կենտրոնների տնօրեններին միանշանակ։ Աշխատանքի առողջապահության հանձնաժողովի նախագահն է։ Այո։ Ով ևս մամուլի հրապարակումների համաձայն ասում են, որ պատրաստվում է մանդատը վայր դնել։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, նրան ո՞ր ուժ հաստատության տնօրենը պատկերացնել։ Ես կարծում եմ Տիկին Բադալյանը նման բան չի արել, չունի, դե կապրենք, կտեսնենք, կդնի մանդատը թե ոչ, ես